եք։ Այ մայրիկ։ Չէ, ես ով եք։ Մի փաշտեք, թո իսրեն։ Ուրեմն 18 թվականին Փաշինյանը մեզ պարտադրում էր, որ մենք փողոցը փակենք, որ ինքը նստի աթոռին, որ մեր մասին հոգ տանի։ Հիմա ինքը լայախ չի անում ժողովրդի հարցերով զբաղվի։ Հիմա մենք ենք փակում, որ ինքը բարեհաճի ժամանի։ Ախպերս ուրիշ երկ արձավ, ով Վերևից նայում են ծիծաղում են։ Փաշինյանը մեզ պարտադրում էր շաշը փակեք, որ մեզի հոգ տանի։ Հիմա մենք ենք փակում, որ ինքը բարեհաճի, ժողովրդի մասին հոգ տանի։ Մարդիկ ընդ օրեկան ահասիրները քնում են ամեն վարքյան, ասում են հեսա կփլվի։ Ամեն ցնցումից, ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է։ Դուրս եկեք։ Վախտացումին ձենի համեք։ Դուրս արի Չէ, մենք ապակելու ենք մի համեք։ Մենք ամի համեք։ Ես զինվորում եմ ճամփին բաղ։ Ուրեմն ես սահմանապահների համար։ Հասկացա, բայց Ես երեխեն վտանգ։ Այս տարին իմ ուջուրս վտանգի տակ թողել եմ տունը։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուս լավ քայե։ Այս է հիմա ինքը բանի։ Թողքա պատասխան տա Ավինյանը, խաբեփա։ Մենք խաբեփա։ զինվորներ Աթոռի կռիվ են անում իրանց աշխատավարձը բարձր ստանալու համար, խաբեփա Ավինյան։ Դե դուրս արի պատասխան տուր։ Ինչի՞ չես իջնում, խաբեփա։ Խաբեփա։ Այ խաբեփա Ավինյան։ Երկու տարի խաբեց, 2 տարին դարավ, 5 տարի, 6 տարի։ Որ չի էլ իջնում, այսքանից հետո նա չի իջնում։ Որովհետև չգիտի ինչ ասի։ մեր կյանքի վրա։ Մարդիկ կանգնած են, մեկ կանած եք իջեք։ Եվ իրենց հետ համատեղ կանգնել ենք ակցիայի մասնակցում ենք, մենք հետ միանում ենք։ Պահանջում ենք քորիչներ ներքև եւ մարդկանց սպառիչ պատասխան։ 25 սակես գազեր։ Կենտրոնական բաժնից կապիտան Աղաբեկյան, դուք հիմա երթևեկելի հատվածը փակել եք, խնդրեմ ողջ մտորեն 5 րոպեում ճանապարհը բացեք, այլապես օրինական պահանջ եմ ներկայացնում ու ձերբակալենք ոստիկանության կենտրոնական բաժին։ Օրինական պահանջ ենք ներկայացնում։ Ողջամի ժամկետ ճանապարհը բացելու համար։ Պահանջ ենք ներկայացնում, 1 տարի են ժամանակ տվել քաղաքային իշխանությունները Վարդաշեն 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքերի բնակիչներին տարհանելու։ Մինչ այս պահ այս մարդկանց կյանքը վտանգված է։ Մենք էլ ողջամիտ ժամկետ ենք տալիս, թող իջնեն, որպեսզի մենք էլ բացենք երթևեկությունը։ Այստեղ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բայց այս բնակիչների կյանքը վտանգված է։ Մյուզեումի հարգելի հետևորդներ, Վարդաշենի բնակիչները փակել են քաղաքապետարանի դիմացի փողոցը, Արգիշտի փողոցը, պահանջում են իշխանության ներկայացուցիչները ցածիչներն իրենց հետ հանդիպեն, այստեղ երթևեկությունը պարալիզացված է։ Ոստիկանությունը քիչ առաջ
5 րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար, այլապես նշեցին, որ բերման կենթարկեն։ Այդ ընտրության ժամանակ խնդրում էր ժողովուրդ միաձայն բոլորը դիջեք ընտրեք, շատ լավ կլինի։ Հիմա աթոռը ձիգ բռնելա նստելա, տեղը տակ, հա։ Հələ թող 5 րոպե կա տեղը շենքում ժամանակ ոտեյներս են պատճառում, բայց այստեղ ժողովուրդը երազում են տուալետի հերթ են կանգնում։ Մարդը սնունդի հերթ է կանգնում, իսկ մեր շենքում տուալետի հերթ են կանգնում։ Ինչքան կարելի է։ Ասենք էս ինչ անելու բան է, իբր միլիցեքին կանչում ես ինչի համար։ Թող կանչի, միլիցիապես գնան։ Հաջորդ շաբաթը ուրիշ է։ Էս չվեն սրա։ Մի հատ է շենքի մեջ զբաղացել է իրան տեղ։ Գնա մի հատ զուգարա բռնի նստի վախից։ Վախկոտ։ Վախկոտ չեն, լապել եթե վախկոտ ելներ, եթե վիչել են դուկում։ Եղավ։ Ասա ինչ ես ուզում ինձանից տղես։ Հա, ես ապրում եմ այդ Եք իջեք, լսում եք։ Քփ, թե դուք իջեք։ Հարգաժան պարոն Ավինյանի հետ, որ ինքը հերոս տղա է, ուժ ունի, եռանդ ունի, թիկունք ունի, որ մարդու արհաման քրեական օրենսգիրքի որ հոդվածում նշած, որ ինքը նստի աթոռին, պետական աթոռին նստի, սեղանը տնենք դեմը, որ կարգին նստի ու վայելի։ Իսկ ինչ վերաբերվում մարդուն արհամարի, Ժողովրդի ոտքերը պաչում էին, ասում են կասեք կանենք, հիմա բախի չեն անում։ Ինչ են անում։ Մենք ընտրեցինք, այ մեր ձեռը կոտրվել իրանց չընտրեինք։ Խնդրում աղաչում էին, որ ինչ ասեք կանենք։ Հիմա ասում ենք իջեք, խիչ են իջնում։ Խին խապում ժողովրդի։ Ինչի համար։ Վախենում են ժողովրդից։ ասել են փոխարեն մենք ենք վազելի, բայց էլի չեն վազում։ Ուրեմն հիմա էլի մենք ենք վազում, ուրեմն մենք է սենց ենք վազում, շոշի մեջտեղով ենք վազում ու տեղ չենք գնում։ Թող ենթարկեն, ինչ պետք է անեն, ինչ են կարել, որ ինչ էլ մեզի տանեն, ինչ պետք է անեն։ Իրաց պետք է ենթարկեն, ընդեղից շպարտեն դուրս։ Շպարտեն շենքից դուրս։ Ամեն մեկը զինվոր ունի, ամեն մեկը անչափահաս երեխա ունի։ Ես ինքս այո, այսօր զինվոր նորակոչիկ ունեմ արդեն, ես չեմ թողելու իմ երեխեն գնա բանակ, գնա իրանց համար ծառայի, չէ, ոչ մի դեպքում, չեմ թողելու։ Հրաժարական թողնել, ինչքան կարել է, մարդուն արհամար է, այդքան ոտնատը։ Հոտան շենքի մեջ ենք ապրում, բարոն Փաշինյան, դուք էլ եկեք, տեսեք մեր շենքը, թե ժողովուրդը ինչ վիճակի մեջ են ապրում։ Մի օր երկրաշարժները բոլորը բան են գնալու։ Ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է պատասխան տալու մարդկանց համար։ Ay,
Իշխանությունների եւ Չեմ հավատում, որովհետև պատասխան չունի տալու Ավինյանը։ Իջնի ինչ պատասխան տա, ինքը խափեց, ասեց տարի ու կես հետո բոլորը պիտի դուրս գան, բայց հենց հասավ իր աշխատավարձին, նստեց իր սենյակը, վայելում է մարդը, մեզ էլ խափեց, ինչ ասի, պատասխան չունի տալու։ Իսկ ինչի բյուջե չունեն, շատ լավ էլ ունեն բյուջե։ Ունեն բյուջե, ինչի չունեն, իրանց համար ունեն բյուջե, լավ մեքենաներ քշեն, լավ իրանց համար վայելեն։ Իզեշեք միայն Տիգրան Ավինյանը եկել, թե նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եկել է Արեշ, չի հասել մեր շենք, Արեշ եկավ, հետո չգիտեմ ինչ խոսած, ինչ չարեց, չեկավ, պարոն Փաշինյանը, բայց ես կխնդրեմ պարոն Փաշինյան, մի օր էլ դուք եկեք էլի մեր շենքը, բոլորը տեղյակ են, բայց պարոն Փաշինյանը չի եկել մեր շենք, խնդրում եմ պարոն Փաշինյան, մի օր էլ դուք եկեք տեսեք մեր շենքի վիճակը, պարոն Ավինյանը ոչ մի բան չի անում, Գիտենց աշխատող են պահում, աշխատավարձի համար են ընդունվել, մարդկանցով են ապրում, պարգևավճարների համար, մեզանով են ապրում, չէ իրանք, մարդկանցով են, չէ իրանք ապրում, մեր քաղաքացիների շնորհիվ ենք իրանք ապրում, ծնվել ենք, մեծացել ենք, մեր Երևան քաղաքը, մեր լավ քաղաքը, ինչի ասենց բաներ անում, քաղաքը մենակ Իրանն է Երևանը, այս ինչ բան է, Թողիչնեն, եթե իրանց դուր է գալիս կարգավիճակը, ընդամենը 5 րոպե թողիչնեն, ժամանակ տան, ասեն ժողովուրդ ջան, գնացեք, 3 ամիս մի եկեք, թղթով, գրավորով, որ ձեզ տեղից կհանեն, կապահովեն բնակարաններով։ Ոչ մեկ իր երեխեքի կյանքից ձեռ չի քաշել, հերիք է արդեն։ Էդ էլ են խափելու, 7 տարյա խափում են, էդ էլ են խափելու։